Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մայր եկեղեցում Սուրբ Հարության պատարագը մատուցեց թեմակալ առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Հավատացյալները սրբազան հոր հետ Տիրոջից օրհնություն հայցեցին, որպեսզի Սուրբ Հարության կենարար շնորհով ամուր մնան իրենց հավատքի մեջ։ Քրիստոս հարյավ իմեռելոց կենսաբեր ավետիսով Հովնան սրբազանը ողջունեց ներկաներին, որից հետո ընթերցեց Գարեգին II հայրապետի Սուրբ Հարության պատգամն ուղված մեզ ամենքիս։ Մեր եկեղեցին Հիսուսի հրաշափառ հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև նա է հավիտենական այն զոհը, որ պատարակվեց եւ որի միջոցով մարդը հնարավորություն ստացավ մեղքերի թողության, ապա կյանքի եւ հարության։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է զատիկ, քանզի Քրիստոս մեր զատիկը մորթվեց։ Պատարագի ավարտին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում ժողովրդական երգ ու պարով շարունակվեց օրվա տոնական տրամադրությունը։ Միջոցառման մասնակիցներին իր օրհնության խոսքն ուղղեց Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան Ավագ Քահանա Ազարյանը։ Բակում տեղադրված տաղավարներում Վանաձորի Հենրիկ Իգիթյանի գեղագիտական ազգային կենտրոնի, Թեմի տուն սոցիալ-կրթական կենտրոնի սաների եւ վարպետների ձեռքի աշխատանքներն էին ներկայացված։ Անուշ Առաքելյան, Մարիամ Վահանյան, Անժելա Ներսիսյան, Եկեղեցական կյանք։